Մեկ անգամ եւս նշենք, որ այսօր հեպատիտների, մասնավորապես վիրուսային հեպատիտների պայքարի, բայց ոչ միայն պայքարի, այլև իրազեկության օր ամբողջ աշխարհում։ Հուլիսի 28 այսօր ամբողջ աշխարհը նշում է այսօրը, կարևորում է այսօրը։ Համարենք, որ այսօրը համարվում է հեպատիտների դեմ պայքարի համերաշխության օր ամբողջ աշխարհում։ Օրը պատահական չէ, դա համարվում է մեծագույն գիտնական Բլումբերգի ծննդյան օրը, որը աշխարհում առաջի անգամ հայտնաբերեց հեպատիտ B վիրուսի մի մասնիկը Ավստրալիայի աբորիգենների մոտ եւ այդպես էլ կոչվեց ավստրալիական անտիգեն օրը նշված է հենց այս մեծ մարդու ծննդյան օրը։ Օրը կարելի է համարել ամբողջ աշխարհում համերաշխության եւ սոլիդարության օր, ինչու։ Վիրուսային հեպատիտները առ այսօր համարվում են առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ մարտահրավերներից մեկը, եղել են, մնում են, դեռևս ինչ որ ժամանակ կմնան այդ մարտահրավերներից մեկը, ինչու։ Վիճակագրական տվյալներ ներկայացնենք։ Առ այսօր 296 միլիոն քրոնիկ վիրուսակիրներ ունենք ամբողջ աշխարհում, խոսքը վերաբերվում է հեպատիտ B-ին։ Սա նշանակում է, եթե այն համարենք դինամիկ process եւ 20-ից 30%-ի մոտ զարգանա այնպիսի բարդություններ, ինչպիսին են լյարդի ցիրոզը եւ լյարդի առաջնային ուռուցք, այլ կերպ ասած հեպատոցելյուլյար կարցինոման, ապա կարող ենք պատկերացնել, որ իսկապես ինքը համարվում է մարտահրավերներից ամենամեծ մարտահրավերը։ Էլ չենք ասում, որ շատ պացիենտներ, որոնք ապրում են այս վիրուսի հետ, դեռևս իրազեկված չեն, որ իրենք ունեն եւ ապրում են այս վիրուսի հետ։ Ընդամենը մինչև 10% ախտորոշում ունենք ամբողջ աշխարհում, կարող է մի փոքր տատանոմ լինել, եւ մնացածները դեռևս իրազեկված չեն այս չարիքի գոյության եւ համակեցության մասին իրենց հետ։ Սա նշանակում է, որ այն կարող է զարգանալ եւ հասունանալ բարդությունները, որոնք նշեցինք մի քիչ առաջ։ Հայաստանում հեպատիտ B-ի նախնական տվյալների համաձայն ունենք 2% վարակվածություն։ Հայաստանում էլ նույնպես համարվում է իրազեկության աստիճանը այն, ինչ որ աշխարհի բոլոր երկրներում։ Այսինքն մեծամասամբ ինֆեկցվածները իրազեկված չեն իրենց համակեցության մասին այս վիրուսի հետ։ Այդ իսկ պատճառով Հայաստանում բնական է փնտրտուքներ կա, ինչու ենք ասում պետք է հասնենք էլիմինացիա, այն էլ 2030 թվականին, 2030 թվականին 4 տարի է մնացել ընդամենը, որպեսզի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուրեմն առաջարկված տարին կոչենք տարի առանց հեպատիտների։ Այդ իսկ պատճառով մեր Հայաստանում կան ստրատեգիաներ դրանց վաղ հայտնաբերման, ախտորոշման եւ բուժման համար։ Ինչ է այդ նորությունները վաղ հայտնաբերման համար։ Ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ դրված է հրահանգ։ Բոլոր պացիենտները, ովքեր կգնան տարբեր վիրահատական միջամտությունների, պետք է հետազոտվեն հեպատիտ B-ի եւ հեպատիտ C-ի վրա։ Եվ դրանք ոչ միայն վիրահատական, մանկաբարձական, բոլոր հղիներն են հետազոտվում, այսինքն մենք ունենք թիրախային խմբեր, որոնք հետազոտվում են ի սկզբանե այս վիրուսների մարկերների համար, ժամանակի հայտնաբերումը, ժամանակին ճիշտ ախտորոշումը, ժամանակին բուժումը, սա է հաջողության երաշխիքը ամբողջ աշխարհում, այդ թվում եւ մեր հանրապետությունում։ 2% նշեցիք հեպատիտ B-ն նկատի ունեք։ Այո, հեպատիտ C-ն 2% վիրուսակիրներ, հեպատիտ C-ն կարող ենք ախտորոշել հակամարմինների առկայությամբ, սա դեռ վիրուսային ինֆեկցիա չէ, եւ կարող ենք ախտորոշել միայն եւ միայն վիրուսի հայտնաբերումով։ Նորից նախնական տվյալներով։
Ոչ, երբ հիվանդության պատճառը հայտնաբերվել է պացիենտի արյան մեջ։ Ես չգիտեմ ինչ է նշանակում գլուխ բարձրացել, բայց վիրուսի հայտնաբերումը արյան մեջ, սա կոչվում է վիրուսային հեպատիտ C։ Թե ինչ կլինիկայով ինքը հանդես կգա եւ ինչ կլինիկական ախտորոշում կստանա, դա կարևոր չէ։ Կարևորը հայտնաբերումն է, բուժումը, դրանով իսկ երկու լուրջ նպատակ է կատարվում։ Առաջինը, կանխարգելվում են հետագա վարակները նման պացիենտից եւ երկրորդը, կանխարգելվում են հետագա բարդությունները տվյալ պացիենտի մոտ։